Երեք պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերկեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել, ԿՊԱ-ականները սա մեկնաբանեցին, որ ըստ էության Ադրբեջանը փորձում է ցկցկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, տեղեկատվական դաշտում տեղ ունեցող այդ զարգացումներին ինչ գնահատական կտակ, ինչի է ցկտում Ադրբեջանը եւ արդյոք իսկապես չի հաջողվում խաղաղության պայմանագիրը ստորագրել այդքան քարոզած։ Չէ, ես կարծում եմ, որ դա չհաջողության մասին պնդում անելու համար բավարար չէ եւ հիմք էլ չկա, կարծում եմ դա արվել է իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդարացնելու համար, հա, որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, որը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետեւ մեր այսպես ասած աշխատանքը եւ գործելավոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանության առաջարկելը խոսում է հակառակի մասին եւ էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները եւ մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում, ասում են դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահան ինչ ասում է դուք եք անում, հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը, մեզ նման մեղադրանք անելով հանդերձ, եւ դուք նշեցիք, որ մենք պաշտպանության նախարարությունը հայտարարություն արել, բայց եկեք ֆիքսենք, որ նաեւ եվրոդիտորդներն են նույն հայտարարությունը արել, որ նման բան տեղի չի ունեցել եւ կրակոցներ չեն եղել, ենթադրում եմ, որ դա կրկնում եմ Ալիևի այդ զորո վստահության եւ այլը դրան միտված, որ ի ապացույց դրան հանրության մեջ Ալիևի իրանց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի պնդացնելու եւ ցուցադրելու, որ նախագահան ասում է, ուրեմն մի բան կա, որ ասում է, դրա միտումն է։ Բայց ցանկություն ունենք պայմանավորվածություններից ստեղծված իրավիճակը։ Լսեք, դե տենց պաշտոնյա, ես չեմ կարող կամ որևիցե պաշտոնյա չի կարող ադրբեջանական մամուլում նույնիսկ ոչ պաշտոնական, չնայած չգիտեմ դա պաշտոնական ոչ պաշտոնականը որն է, բայց այնուամենայնիվ որքան հասկանում եմ դա մամուլի մեջ է եղել, բայց ԱԴՆ-ի հայտարարություն, եթե չեմ սխալվում, չի եղել, չէ, որ տենց բան ա եղել։ Ես չեմ կարող իրանց ոչ պաշտոնական մամուլի 1-2 հրապարակման հիման վրա պետության դիրքորոշման վերաբերյալ հայտարարություն անեմ կամ կարծիք հայտնեմ։ Կարծիքս ասեցի, մոտավորապես պատկերացումս ասեցի, բայց դա պաշտոնական բանի վերագրել ես բան չունեմ, որովհետև կա բանակցություն, կա խոսակցություն, եւ այդ խոսակցությունը ինձ համար որպես պաշտոնյա պետք է լինի։ Իսկ գուցե Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքով փորձում է հող նախապատրաստել ինչ-որ էսկալացիայի կամ ճնշում գործադրել Հայաստանի վրա ացանցիալ նախապայմանների ստանալու նկատմամբ, որը որ պարբերաբար բարձրաձայնում է։ Ուրեմն նախ հարձակման հետ կապված ես արդեն ասել եմ, որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, հա, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլ եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրանք մշտական ոչն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան, նոր են հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրաց տեղեկություններ ունեն, իրանց արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանց աղբյուրներ ունեն եւ կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի։ Երկրորդ հարցը ինչ էր պատասխանեցի։ Կապված ացանցիալ նախապայմանների, որը առաջ տեսեք, երբ որ մենք պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք, չէ՞ դրա հաջորդ քայլը ինչ ա լինելու։ Եվ մենք գիտենք դրա